Տեսեք հետևորդներ ջան, ինչ կապիկ ունեն մեր հարևանները։ Հələ տեսեք ինչ լավ կապիկ է։ Urrusa. Hiç ne farklı? Ay թռավ։ Günahçı nişe yangını. Միսյան գնաց մախանութից։ Ağçı. Աղջիա։ Abi ince. TikTok çunek. Ունենք։ Yeva nijnim paçokeni mongetasını yotnikna. Դեն մեկ ինչ լավն է։ Տեսար շուշի, ինչ լավ կապիկ է, ոնց թռավ տեսար են ծառը։ Գնա խանութ նիսյան գնի գիտես, չէ՞։ Nasıl ari? Ari nasıl ari? Ari. Տեսար գնաց։ Շատ լավն ես դու։ Հավես։ Բակա։ Գնաց դա։ Շատ ասի։ Տղես ասում էր։ Tesar şuşa. Հա, ուրախացար տեսար։ Բա, տենում ես։ Պարապելու տենում ես, հա։ Տենքան կան։ Տնած Ռոբյան գտակ։ Աղջի, հələ մի հատ հորքուրի, ամենասիրուն աղջկան նայեք։ Հələ մի հատ նայեք, տեսեք ոտը ոնց է գցե ոտին։ Սիրուն է, սա գնամ հարցնեմ, տնամ գիտի։ Ուր ես եկել Սուսյան։ Գնացել եմ Ազբաշին տանը, Եկեղեցի, նայի ինքը նստել է հենց եկեղեցի մոտ կոչվում է Սուրբ Խաչ։ Տեսեք, Սուրբ Խաչ եկեղեցի նայեք է իմ աղջիկը։ Շատ հավանում է տեղը, ուրախացել է, չէ՞։ Արի գնա մանարի։ Արի գնանք ման գանք։ Այնտեղ Հա, արի։ Արի, գնանք, իսուր մաղջիկը, սպասի, եկ։ Իսուր մաղջիկը, իսուր որևէ նկարվենք, հա։ Դե գնա պառա հորքուրի քեզ նկարի, գնա։ Օպ։ Լավն է, տե Շուշ ջան։ Հա։ Շուշի, են ուր է Շուշին։ Արի դե, արի։ Տեսնում եք ինձ սիրուն բակ ունի եկեղեցին։ Շատ դուրը եկել է Շուշանից, ուրախ, մեջը սենց վազվզում է։ Լավն է, չէ Շուշ։ Տանիմին։ Ահա, տես ինտեղ էլի ապերներ կան խաղում են։ Արի, կամած մենակ չնգնես, բարև ջան։ Ջուր ուզում ես խմես։ Արի գնանք գնա պուլպուլակի ջուր խմի, ցայտ աղբյուրը ընդեղ այդտեղը։ Սենց գնա արևս, հեն, գնա ջուր խմի, ցայտ աղբյուրից։ Լետից, այդ թաթիկները պահի խմի։ Կտես կարաս։ Հատրի մուղջել, տեսեք ոնց է խմում իմ մուղջիկը ջուրիկը։ Համով ջուրիկ է գալիս այդ աղբյուրից։ Համով ջուրիկ է, ոխ, համով։ Հա, ավառնակ ջանի, նիչի։ Տոկերին մի կպի։ Տենում ես խորանը։ Ինչքան սիրուն է, հավես սեկա։
Բարև ձեզ։ Մեր նունե մոքորն ամեզ հյուրեկել։ Հետն է ասա լիքնու բարով։ Լիքնու բարով, վեր լիքնու բարին ցույց տանք։ Ընտիր տնական անարատ կարակ եւ չեչի։ Ընտիր համով լավ պատրաստված արդար ձեռքերով։ Անպայման։ Ստերին պայմաններում։ Նստեք, մենք էլ ուզում ենք հաց ուտենք, այսպես սեղանը դրել ենք։ Գրիլը սպասում ենք քյաբաբն է ամուսինս բերի, որպեսի նստենք հաց ուտենք։ Գեղամն ու տաթևն էլ եկել են, որպեսի ծնողներիս տանեն դեպի հետ վերադարձ Արտաշատ։ Նե ծերը վարա հետ է որտեղ ինքեզ շատ սիրում են։ Իրանե, Շուշինե, սաղ ճանաչում են բոլորը։ Գեղամ դե հել։ Հա, հասնում են, արի։ Արա, հասնում են, արեք։ Աստեք։ Հեն եկան, Ռոբենք եկան, հիմա նստեք, որ հաց ուտենք։ Տաթև, արեք։ Համեցեք։ Նստեք, եկավ Ռոբ, ես ավանն է դնեմ։ Հետևորդներ ջան, մնացինք մեն մենակ։ Հյուրերը գնացին, տանը մնացինք ես, ամուսինս և սկիզբս։ Անսովոր է, երբ որ նայք, սովորում եք, որ տանը շատ մարդիկ կան, հյուրեր ունեք, որոնք մնում են ձեր տանը գիշերելու, և այսպես ոնց որ սովորում ես, որ շատ մարդիկ կան, հիմա աշխատանքից վերադարձել են, եկել են, ու անսովոր եք, իսուրս քնածը, մենք եկել ենք ու ոնց որ տանը խաղաղություն լինի։ Ես էլ ասեցի ինչ անեմ, չեմ ուզում այս ուշ ժամին հաց ուտեմ, ասի ավել լավա ինչ անեմ, մի հատ ուրցով թեյ խմեմ, ուրցը հələ դեռ չի հասցրել չորանալ, բայց տեսեք իշքան սիրուն կանաչ գույնով է չորանում, հեսա մի հատ լավ լվանամ, և դնեմ եփվելու, և ուրցով թեյ խմեմ, շատ սիրում եմ ուրցով թեյ, մեկ էլ սիրում եմ իսկական ինչ ձևով ենք որ խմում, իսկականը պետք է խմես ոչխարի պանիրով, դա է իսկականը ուրցով թեյը և ոչխարի պանիրը, քիչ եմ եփելու, չեմ սիրում, որ նորից տաքացնում եմ չայը կամ շատ է լինում չափաբաժինը, մնում է հաջորդ օրվան, դա չեմ սիրում, սիրում եմ որ սիրուն կանաչ սենց հետաքրքիր գույն է լինում և մի անգամվա խմելու եմ սիրում, այսպես տնենք եփվի և ուզում եմ ձեզ ինձ ցուցադրել հետևորդներ ջան, ուրեմն երեկ մենք հալել ենք կարակ, տնական կարակ ենք հալել և յուղ ենք ստացել, շատ լավ յուղ է եղել, սենց գուլուլ ընտիր յուղ է եղել, հիմա սա պահել եմ, ինչու համար եմ պահել, ինչի համար եմ պահել, կգուշակեք դե բոլորն էլ, ովքեր որ տանը կարակ են հալում և յուղ են պատրաստում, ապա կիմանան, թե ես ինչի մասին եմ խոսում, այո, ես խոսում եմ աղի, են բաղարդի մասին, երբ որ սարքվում է արտակարգ համ է ունենում, են իրա սենց են յուղային ու են աղի համը ինձ շատ դուր է գալի, հետևորդներ ջան, այսպես պահել եմ, ճիշտն ասած, որ տանը հյուրերը շատ էին, չէի կարողանում ժամանակ տրամադրել, այդպես պատճառով էլ այդ ամեն ինչը անելու եմ վաղը, երբ որ աշխատանքի լավաշի տեղից վերադառնամ, չեմ կարող, որովհետև լավաշի բաժնում ես վաղը խիստ
ծանրաբեռնված եմ աշխատելու, այդ իսկ պատճառով ես կպատրաստեմ երևի տեն ժամը 6-ից 7-ից հետո խաղացը ու անպայման ձեզ ցուցադրելու եմ, եթե իհարկե Աստված կամենա, էլի նորից հյուրեր չունենանք, ու ինչ-որ հանգամանքներ չառաջանան, որ չկարողանամ պատրաստել, բայց դա էլ հոգ չի, ես իմացել եմ, որ եթե դու չես կարող հիմա պատրաստել, ապա լցնում եմ համապատասխան ամանի մեջ, փակում և դնում եմ սառցեխցիկ և հավատացեք շատ լավ մնում է, և որ քեզ պետք է լինում, որ պատրաստես, անում ես և պատրաստում ես, ես կտեսնեմ, եթե հարմար կլինի կպատրաստեմ, եթե չէ կպահեմ մի հարմար օր, որ թեթև եմ և շատ ծանրաբեռնված չեմ, ապա կպատրաստեմ ձեր համար։ Այսպես, սա էլ մեր Արտաշատից բերած բարիքներն է, երեք եղբայրս, որ եկել էր Հafsիկիս հետ, այսպես լավ արջնաբադ ծիրանն է բերել, գիտեմ, որ ես արջնաբադ ծիրանն եմ շատ սիրում, որովհետև անկախ հասել է, թե չի հասել, շատ քաղցր է, սենց ոնց որ մեջից սոն կլինի գնա, սա հիմնականում մարդիկ մեր կողմերում օգտագործում են մուրաբա պատրաստելու, բայց ասեմ, չի հնեմ, շատ արտակարգ է ստացվում, փորձել եմ և բերել եմ այս տեսակի, սենց մանր ինքը շլոր է, մանր շլոր, շատ մսային է, համով ասում են, որ շատ լավ կամպոտ է լինում, մենք չենք փորձել, բայց մայրիկս միշտ հաճախակի պատրաստել է և պատրաստել է նաև չիր, կորիզի հանելու պրոցեսն է մի քիչ բարդ, որովհետև կորիզը ինքը շատ ամուր է կպած, ինքը պինդ է ու շատ ամուր է և մեր կողմերում, Արտաշատի կողմերում մարդիկ ունեն ամեն 2-3 տունը չրանոց ունի և հատուկ գործիքներ են պատրաստում, սենց ռեզբաղոյ հատուկ գործիքներ է, որ հանելը շատ հեշտ է լինում։ Երբ որ մայրիկս ուզում են պատրաստել, ապա դիմում են իրանց հարևանությամբ, ովքեր որ ունեն, տրամադրում են և արագ-արագ հանում է։ Այս տարի միտս էր, որ գնամ Արտաշատ, տեսնեմ ով ունի մի հատ ձևը վերցնեմ և ամուսինս էլ է կարողանում նման բաներ պատրաստել, կպատրաստել տուներ թող լինի։ Այս էլ այսպես, մինչև չայեփի մի հատ արջնաբադ ծիրան է կարելի ուտել։ Արտակարգ։ Գիտեք ժամը քանիսն է հետևորդներ ջան և ես այսպես գնոք եմ վարում, քումեր չի տանում, հլը դեռ թեյ պետք է խմեմ, հլը դեռ պետք է պատրաստեմ վաղը առավոտ շուրջանը 6-ին եմ գնալու աշխատանքի, դեռ պետք է պատրաստվեմ, շորերս, համապատասխան գոգնոցս հարթուկ եմ, այսօր մի քիչ վնասվել էր գոգնոցս, հարթուկ եմ, գլխարկս, բոլորը պատրաստ այսպես տնեմ, որ առավոտյան վեր կենամ ու խանգարող ոչ մի հանգամանք չլինի, որպեսզի ես ուշանամ աշխատանքից։ Այնպես որ դեռ ծարթում եմ, չեմ քնել ու քունս էլ չի տանում։ Չգիտեմ ինչու գալիս եմ տուն ու չեմ կարողանում քնել։ Այսա ուզում է արդեն եռա, այսա որ եռա, գույնը ցույց կտամ, թե ես երբ եմ չայում թեյը վերցնում կրակից, որ ունենա նման հետաքրքիր գույն։ Եթե ուրցը մի քիչ երկար եռած, ապա հավատացեք, որ գույնը մուգ կանաչից փոխվելու է դեպի մուգ գույն։ Պատրաստ է թեյը, միատ տեսեք, թե գույնը ինչ գույնի մասին էր խոսքը, այս հրաշք գույնի մասին է, հրաշք։ Ու ես ինչ-որ սենց մաղ, ոչ մի բան չեմ դնում, որ քանդի և տերևի հատիկ չընկնի, որովհետև ես հենց սիրում եմ թեյը, որ մեջը լինի տերևի հատիկներոցի։ Անմահություն։ Այսպես, մի քիչ շաքարավազ կավելացնեմ, որովհետև թեյը ես սիրում եմ շաքարավազով։
Իսկ կաթը բացարձակապես, եթե մի կաթ շաքարավազ լինի կաթի մեջ, ապա չեմ կարող խմել ու մեղրով, արդար մեղրով, ուրցով չայ եմ խմում և գնամ քնեմ, որպեսզի առավոտյան առույգ ուժեղ գնամ աշխատանքի հետևորդներ ջան, այնպես որ կարող եք դուք էլ թեյ պատրաստել և միանալ ինձ հետ այս ուշ գիշերվան և իմ հետ վայելել թեյը։ Ձեր հետ գոհարներ, մնաք Աստծով, բարի գիշեր։